Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, մենք շարունակում ենք մեր հաղորդումների շարքը Հայաստանի գյուղերից, սահմանամերձ հատվածներից։ Այս անգամ Արմավիրի մարզի ծայր արևմուտքում ենք, այնտեղ, որտեղ խառնվում են Ախուրյան եւ Արաքս գետերը։ Բագարան գյուղում ենք եւ հյուրընկալվել ենք վարչական ղեկավարին, իր գրասենյակում ենք գտնվում։ Շնորհակալություն մեզ այս հնարավորությունը տրամադրելու համար։ Թույլ տվեք մեր զրուցակիցներին ներկայացնել ու սկսենք մեր զրույցը գյուղի մասին, ինչ կա չկա։ Վարչական ղեկավարն է այստեղ Իշխան Կալոյանը, Գուրգեն Փիլոյանը, Բագարանի վարչակազմի առաջին կարգի մասնագետ, եւ Թորնիկ Ղազարյանը, որը երկար ժամանակ 18 տարի, ինչքան հասկացա, եղել է Բագարանի համայնքապետը մինչեւ խոշորացումը։ Հիմա խոշորացած է համայնքը 14 բնակավայր է, հա, իրար հետ, եւ Բաղրամյանը կենտրոնն է։ Ու ես ինչքան հասկացա, ուսումնասիրելով բնակչության շարժը, վերջին տվյալը համացանցում 11 թվինն էր, 600 քանի հոգի, ու իմացա, որ բնակչությունը ուրախություն բոլորիս աճել է այս տարիների ընթացքում ու երևի թե հիմա Բագարանի գյուղի պատմության ընթացքում ամենամեծ բնակչությունն ունի 700, ինչքան 760, հա, վերջին ծնունդը երբ է եղել գյուղում։ Չէ, Գևորգի 3 օր առաջ։ Հա, Հարսանիք մի ամիս, երևի ամիս ու կես առաջ։ Գյուղում եք անում, տեղում եք, թե չունենք, կոնկրետ այս պահին չունենք գյուղում այդպես հանդիսություն է սրա, բայց հիմա սարքում ենք, հեսա երևի մինչև ամսվա վերջ արդեն կվերջացնենք։ Համայնքի միջոցներով։ Համայնքի եւ պետության միջոցներով։ Սուբվենցիա։ Ինչ է, դրամաշնորհային ծրագիր է։ Լավ, բերեք խնդիրներից կանք, ամենագլխավոր խնդիրները որոնք են, որ կուզեիք որ արագ լուծվեր։ Դե գյուղում ունենք ճանապարհների խնդիր, գազի խնդիր, գյուղամիջի ճանապարհների, գյուղամիջա եւ դաշտամիջյան ճանապարհների խնդիր ունենք։ Ունենք գազի խնդիրը այս տարի հուսով ենք կլուծենք։ Երբեք գազաֆիկացված չի եղել։ Երբեք չի եղել։ Հա։ Այս տարի ունենք ծրագիր, որ պետքա արդեն նախագիծ արել ենք, պետքա այս տարի սկսենք գործը։ Ինչ ծախսեր են, ով է հոգալու։ Պետություն համայնք, էլի սուբվենցիոն ծրագրեր, այո, սուբվենցիոն ծրագրեր։ Դե մեր գյուղում սուբվենցիայի մասնակցել ենք արդեն այս 3 տարի է, մենք ամեն տարի ունենք ծրագրեր։ 2022 թվականին կառուցել ենք ջրամատակարարման համակարգը 7 կիլոմետր ներքին ցանցով, իրահոկը ջեով, պոմպակայաններով լրիվ ռոռոկման ջուրն է։ Խմելաջուրը չենք ունեցել երկար տարիներ։ Այդպես ասֆալտապատման աշխատանքներ են կատարել 24 թվականին։ Մեկ էլ այս հանդիսությունն է սրա, որը մեր համար արդեն կեսական ու կարևոր նշանակություն ունի։ Պարոն Փիլոյան, ուրիշ ինչ խնդրեմ կնշեք գյուղից, որը լուծելու կարիք ունի հրատապ։ Հիմնականում գյուղատնտեսական մտերքների վաճառքն է, հեռավորությունը, ճանապարհը։ Հիմնական վաճառքի տեղը ո՞րն է, գյուղացիները իրենց արտադրանքը իրենց արտադրանքը գյուղում են ծախում, գալիս տեղից տանում են, ծիրանի հետ կապված։ Ծիրան ուրիշ ինչ է։ Տեղից դեն սալոր։ Իմացա, որ արևադարձային մարկերել են աճը։ Ամեն ինչ աճում է Փարքասո գյուղում, թե վաճառքի հիմնական արտադրանքը ծիրան, սալոր։ Հիմի գյուղմթերքի վաճառքի հետ կապված ինչ եք մտածում։ Հեռավորության խնդիրն է, թե չէ լավ բերք ենք ստանում, լավ ենք մշակում ժողովուրդը Փարքասո։ Իսկ տանում են գյուղացիք, թե միայն գալիս են ստեղից են տանում։ Գալիս ստեղից են տանում։ Իսկ գյուղացիները իրենց արտադրանքը ուր են տանում։ Հովտամեջի շուկա, հիմնականում այդ շուկան Մեյմանդար, որտեղ հեռավորությունն է մեր խնդիրը, թե չէ։ Հասկացա։ Լավ բերք ունենք։ Հա, կխոսենք, պարոն Ղազարյան, երևի ձեր փորձը ամենամեծն է այս պատմության մեջ։ Ասեք հələ գյուղի հին խնդիրներից, որոնք արդեն լուծվել են կամ լուծվում են, դրանցից բացի ինչ կա։ Գյուղը խնդիրներ ունեցել է նախկինում ավելի շատ, քան թե հիմա։ Այսինքն ինչից ասեմ փորձը ասում որ նախկինում համայնքները երբ որ չէին խոշորացվել բյուջեն այնքան սուղ էր որ հազիվաց հասնում էր աշխատավարձին նույնիսկ չէր հասնում նաև հիմա որ համայնքները միացան շատ մարդիկ դժգոհում են համայնքների այս համախմբման միացումից խոշորացումից բայց ես որպես մասնագետ եւ որպես երկարատև աշխատող մարդ
մենք մեր կաշուրա զգացենք, որ այս միացումից մենք մեր գյուղը օգտեց փոքր գյուղը։ Այսինքն հիմա ունենք 24 ժամանակ խմելաճերի հարցը լուծված է, կենտրոնական փողոցը համարյա ասֆալտապատված է լրիվ, այս հանդիսությունների սրա մնում է 1 շաբաթ, որ վերջացնեն, երևի քաղաքներում նման հանդիսությունների սրա նույնիսկ շատ քիչ կա։ Այդ որ հարց տվեցիք նոր մի քիչ առաջ, ասեմ, որ դա մեր ժողովրդին կփրկի, որ մենք ասենք հեռու տնից տեղից թաղման արարողությունը կատարում ենք Նալբաջան գյուղում, որ այստեղից մոտ մի 40 կիլոմետր հեռավորության վրա, այդ կամ մարդը գնան դեղ, հաց տան, գիտեք մեր հայ բնավորությունը։ Պրոբլեմներից մեկը գազն է, որ նախկինում գազաֆիկացման խնդիրը լուծվել մեր, եթե պրոբլեմները առաջացան, այս երկիրը մի քիչ լավ վիճակում չէր, քանդվեց հեղափոխության ժամանակներն էր եւ այդ կիսավ մնաց հիմա ասում փառք հիմա ես տեղակ եմ նույնիսկ որ հակին մեծ գումարներ ներդրում գազաֆիկացման համար միշտ խնդիր ենք ունեցել սահմանի հետ կապված մեր հողատարածքներից շատ հողեր գտնվում են մոտ 50%-ից ասեմ շատ գտնվում է սահմանի ներսում ցանկապատից ենք հող ցանկապատ եւ այս տյուղի տարածքում եւ վերևները հող ունենք որ հեռավա այնել այլի չերես ռուսական այդ սահմանապահ զորքերով ես ասում անցագրերի հատուկ անցագիր ունեն ժամերի խնդիրը ալնում անակ 3-3 դրությամբ ես 1 ժամից ավել համարյա սպասել եմ այս մեր հողամասում եմ սահմանի ներսում 1 ժամ տևել մինչև ուղեկալից մինչև պոստը ասեմ քանի մետր է 150 մետր բայց ներողություն գյուղացիներին տարեկան անցագրեր էին տալիս ես անցագիրը կա անցագիրը ստացել են թողնելը ինչ պրոբլեմ է մարդը ունի ուղեկալն ասում է խի չես խի ես ուշանում 1 ժամ ասում նոր են ինձ քնից զարթեցրել նոր եմ եկել ասում եմ խի ասում բանը քիչ է զինվորը քիչ է մեր հայերն են ռուսներն են դե զինվորները հայ են բայց սպայական կազմը ռուս ասենք 1 ժամ ես իմ կնոջ հետ խի պետք է սպասեմ որ ինքը մի հատ հորտու անցագիր ունեմ, հա, այդ խնդիրները միշտ էլ եղել է հիմա էլ կա։ Հիմա էլ այդ խնդիրները նորից իրանց վրա չի ազդում, որ եթե հա թող 20 րոպե տևի, ոչինչ։ Այն բերքի ժամանակ էլ դեպքեր է եղել, երբ սահմանի ներսում Ծիրանը մարդը գրուզավեգով բարձած դուրս է գալիս, էլի ժամերով սպասում է դա ամառվա շոկին կամ այդ ամառվա շոկին դեռ սպասել է։ Հասկանալի է։ Այդ պրոբլեմներն են, որ բայց իրական դուզող հարցը ուղղակի կապված է նաև սպայական կազմը։ Ինչ է, զինվորական բյուրոկրատիա է, ինչ է, դիտավորություն չէ երևի։ Ռուսական շովինիզմ։ Անգալություն։ Չէ, ռուսական շովին։ Ռուսներն են այդ որոշումը կայացնում, թե խառը մեր ոնքել են։ Ռուսներ, հիմա էլ մի քիչ որ իրավիճակը ցած փոխվել է, չես ուզում հետները կոնֆլիկտի մեջ մտես, դարձնեն ազգային հարց։ Այդ խնդիրը միշտ էլ եղել է, հիմա էլ կա։ Բոլոր այն գյուղացիները, ովքեր ցանկապատից են կողմ հող ունեն տարեկան անցագրեր, ճիշտ հասկանում եմ ես։ Հա, տարեկան ներդրումներ ցանկացած բաղարանցի ունի անցագիր։ Կապ չունի, հող ունի, այնտեղ թե չէ։ Անցագրերի մեծ մասը հողեր։ Անցագրերում գրվական պարտադիր քո մեքենայի համարը։ Այո, հա։ Այսինքն, եթե ուրիշ մեքենայի իմ մեքենան փչացել է, ես իմ եղբոր մեքենան վերցնում եմ գնամ իմ հողամաս, չեմ կարող ասել։ Չեն թողնում, դա պարզ է։ Ասենք մեքենայով գնամ, ուր պետք է գնամ։ Հասկանալի է։ Սաման, ասում ես գետնա։ Պարզ է, հա, կամոջ։ Ստուգում եմ, նախ իրանք մեքենան է ստուգել, ես չեմ նեղում, որ իմ մեքենայի դե բնական է, հա, հասկանալի։ Լավ, այս խնդրի հետ կապված բանի ինչ է անունը, համայնքապետին, մարզ խորհրդի նիստեր, վարչական ղեկավարները չեն գնում մարզ խորհրդի նիստի որպես կանոն, համայնքապետերն են գնում։ Հա, այս հասցվում է տեղ այս խնդրը մարզպետարանը։ Դե ամեն ինչ էլ հասցվում է, Համենայն դեպս ասել ենք, իրենք էլ այնտեղ են ասել, չեմ կարող ասեմ, այս տարի պետք է որ հարցը լուծվի։ Անցած տարի Արարատի մարզի գյուղերում էր, թե Արմավիրի գյուղերում էր խնդրեմ եղավ, չէ՞, բերքավակողներին անցաթղթերի մտել։ Ժամանակը ինչպես որ կա։ Հա։ Հիմի թե բան է, այն ժամանակն է, որ դեռ այդպես ինտենսիվ գյուղ աշխատանքներ չկան, բայց երևի թե ժամանակն է, որ այդ հարցը արմատապես լուծվի, արագացվեն այդ process-ները։ Անցած տարի եղավ պրոբլեմ, այս պրոբլեմը։ Ասենք Փիլոյան Գուրգենը կամ Ղազան Թորենը մեքենայով ավարիա տվել հերո իրանցից, ասենք գնա քրեական գործը հարուզը գնացա 1 տարի նստել է։ Բացում են նայում են, որ քրեական գործը պրոպուս չեն տալիս։ Այսինքն ես հանցագործ եմ, ասենք մի ամիտ գնացել եմ կամ հանցագործ եմ, քեզ ինչ։ Հա։ Քեզ չի վերաբերում, լավ է, վարչական ղեկավարը մինչև ազգային անվտանգություն, հա։ Դիմեցին բան, մի 10 օր տևեց, լավ է, որ այս տարի այդպես խնդրեմ չեղավ, այդ հարցը լուծեց մեր Գալոյան իշխանը։ Այսինքն հիմա հարկավոր է նախապատրաստությունն այնպես անել, որ ինտենսիվ աշխատանքների ժամանակ էլ խոչը։ Դե արդեն կազմակերպել ենք նորմալ է սպային։ Հույս ունեք, որ հա, հույս ունենք, որ լավ կլինի։ Քաշքշել չի լինի, էլի, հա։ Հասկացա։
դպրոցի մասին խոսենք։ Միջնակարգ դպրոց ասացիք եւ Երվանդաշատում էլ է միջնակարգ ուսուցիչները մեծ մասը գյուղից են, թե բոլորն են գյուղից։ Ուսուցիչների մեծ մասը գյուղից են, ունենք նաեւ Երվանդաշատից, մեր հարևան գյուղից ունենք։ Դպրոցում սովորում է 102 աշակերտ, ունենք նախակրթարան 5 երեխա այնտեղ սովորում, այդպես։ Չունենք մանկապարտեզ, այսինքն հիմա մեր երեխաները գնում են Երվանդաշատ են հաճախում մանկապարտեզ։ Ինչ են անում, ծնողներն են տանում բերում։ Ծնողներն են տանում, չէ, ծնողներն են տանում, տենց 13 երեխա։ Այսինքն մի քանի երեխա մեկի մեքենայով, մի քանի ուրիշ։ Կազմակերպում են, էլի, ամեն ծնող տենց։ Հա։ Իսկ բան կա դպրոցի, այստեղ դպրոցի ներսում նախակրթարան։ Հա, դե 5 այս տարի արդեն հիմա 5 երեխա են սովորում։ Հա, այսինքն կա որևէ մանկապարտեզի հասակի երեխա, որը նախնական կրթություն չի ստանում այս կամ այն կերպ, դե բոլորը գնում են։ Կախված ծնողից, էլի, ծնողկա կարող է չուղարկել, հա, տենց, ծնողկա չի ուղարկում իր երեխային մանկապարտեզ, չեմ կա, դե տանել բերելու մեծ մասը, տանել բերելու խնդիրը, որտեղ ֆիզիկապես չեն կարող հասցնել։ Հա, մանավանդ սեզոնին գյուղի աշխատանքները ոնց որ սաղս գիտենք, բան շատ այդ ժամանակ հնարավոր չէ էլ իրականում։ Հա, դա հասկացա, իսկ գոնե նրանք դպրոցի նախակրթարան կարող են, չէ՞։ Նախակրթարան բոլորը գնում են։ Հա, իսկ չկա որևէ երեխա, որը նախնական ինչ-որ չափով չի ստանում։ Չէ, երեխա չկա։ Հասկացա։ Բանը ուրիշ ինչ խնդիրներ ունեք, որոնք արժե որ լուծվեն եւ մինչեւ հիմա բացի այս նշած խնդիրները չեն քննարկվել, չեն լուծվել, մտածում եք, որ շատ բարդ հարց է։ Դե հիմնականում ունենք ոռոգման ցանցի խնդիր, որը այս տարի նույնպես դիմել ենք, տեսնենք ինչ առաջընթաց կունենա, ոռոգման այդ ներքին ցանցերը լրիվ այդ կիսախողովակները լրիվ ավերված վիճակում, այսինքն այն խորհրդային միության ժամանակա փոխվել ու մինչև հիմա տենց գործեր արվում է, բայց դա իմ կարծիքով դա ելք չի։ Բետոնե կիսախողովակների հետ եք, որտեղ ջուրը փախնում է կողքը լրիվ հերոս նայում ես, լրիվ ճայ կանաչ հետքերով ճոգում եք, ունենք սեփականաշնորհված հողեր, կեսը ճայճի մեջ, հա, դա էլ մի քիչ մարդկանց վնաս է տալի, մարդիկ ներժի ծախսեր են դրանք։ Դե դա մեծ ծախսեր է իմ կարծիքով։ Մոտավորապես ինչ թվերի մասին է խոսքը։ Չեմ կարող ասեմ, բայց գյուղապետարանը, ներողություն, համայնքապետարանը ունի հաշվարկ Բաղրամյանում, բան նայել են ուսումնասիրել։ Չէ, դե նախորդ եթե դիում ես, գայս նախագիծ նախաշվելն է, ժամանակ բազա տարում ինչ կան գտել։ Ժամանակն է որ բզբզեք հետո։ Հա, միանշանակ հիմնականում այդ խնդիրը, այս մեր գյուղամեջյան տարածքը մենք ասում ենք փոքր բախ, փոքր դաշտ ենք ասում, այդ փոքր դաշտի խնդիրն է շատ իմ կարծիքով։ Ինը վերևի կողմերը ոչինչ։ Հա, ինը վերևի պիկետի մոտ այդ հողերը լավ է։ Որպես ջուր ջրի խնդիր չունի։ Ջրի խնդիր ջուրը կոլում քանի տոկոսն է կոլում աչքի չափով ոռոգման ջրի։ Ոռոգման ջրի մի Հայաստանում ոռոգման ջրի կորուստը կազմում է 50%։ Հա, ինչ որ ժամանակ ես 70-ներ եմ ասել, հա։ Դա ամենացածր թիվն է։ Դրա համար հիմա ինչ են գնում կատիլային սիստեմի։ Դե բարձր է, հասկանալի, ավելի դրա համար կատիլային սիստեմով, որ մարդիկ մեր հողակրոնները մշակում են, մեր գյուղում են արդեն մի քանի տնտեսություն սկսել, կատիլային ջրամատակարարում շատ լավ է եւ չի կորում, կորուստ չկա։ Հիմնական կորուստը մեր գնում է, այսինքն ասենք գյուղամիջյան մենք ուղիղ Արխուրյան գետից վերցնում ենք այս գյուղամիջյան տարածքին ինքնահոս գալիս է։ Դուք չվերցնեք ով դերից եք վերցնում, ու ասեմ մինչև գոնե մինչև երկու գյուղի բաժանարարները մեր Երևանդաշատ բոլիմենի ոչինչ լավ է։ Ընդերից են կողմ ահագին խնդիրներ կա, որ անցած տարի մի քիչ վերանորոգեցին։ Նու թվում կամաց դրան է կհասնենք, որ դա է կարգավորը, իմ կարգավորը։ Կաթիլային ինչ ծավալում ունի կաթիլային համակարգը։ Ասենք տնտեսությունների քանի տոկոսը կլինի, որ քիչ-քիչ կոնկրետ մեր տնտեսությունների շատ քիչ տոկոսն է, որ հիմա 5%, 10%, երևի 5% էլ չէ, տենց նոր արդեն ասում եք այդ տնտեսությունը 100-ից 5 տուն է։ Հա, բայց ունենք խոշոր հողատերեր, ագրոնովասպ տենց կազմակերպություն ունենք, որը հիմա արդեն մոտավոր 200 քանի հեկտար ինտենսիվ այգիներ, մեծ ջրամբարներ։ Սեփական հողերն են, թե վարձակալել է։ Չէ, սեփական հողերն են։ Եկել առել եք ուղից հողերը։ Այդպես։ Հա, եւ իրենք Եվ հա, իրենք կատիլային ոռոգում, հիմա որ տենակ շատ հրաշք բան են։
Հա, իսկ ցանցերը, որոնք ճանապարհին մենք տեսանք, կարգապաշտպան ցանցերի համակարգեր սկսել են ներդնել, ինչ են անում։ Այս բանը չունենք։ Հա, այդքան շուները սարքած ամրացրած է, բայց ցանցերը դեռ չկան։ Հա, չէ, դա արդեն մեր վարչական տարածքին է, չի, դա Կողբաբան գյուղինն է։ Հա, Հարևան գյուղին։ Հարևան գյուղինն է։ Մեր տարածքում այս բանը չունենք։ Պաշտոնյաներ գալիս գնում են պետական հետ, այցելում են падգամավորներ են, նախարարներ, տեսել եք հետ, հա, Ուրեմն մեր ժամանակները պաշտոնավոր մարդիկ շատ էին գալիս գնում։ Երբ գյուղը ինքնուրույն տեղական ինքնակառավարման մարմին։ Հա, մեր համայնքի ղեկավարը Շրանտ Արաքելյանը հաջողակի շուտ գալիս է։ Եվ ինգերա մեր ժողովրդից եւ գնում գալիս է։ Մարսպետին հա, էլի է եկել մի քանի անգամ։ Դե մարսպետերը շուտ փոխում են։ Իսկ դրսի են խոշոր պաշտոնյաներից դեռ չեմ հիշում որ Չէ, չի եկել։ Չեն եկել։ Տուրիստներ երևում են, որտեղ տեղը հրաշալի է, էլի։ Տուրիստներ պատրաս մի կներեք նախքան տոները եկել էին։ Ну, դե շատ գալիս են, տուրերով գալիս են, Շուշանիկ եկեղեցի։ Տեղացիներն են, թե արտասահմանից են գալիս։ Դե արտասահմանցիներ եկան։ Շուշանիկ եկեղեցին այցելելու համար հատուկ անցաթուղթ պետք է դիմում սահմանի ներսում դիմում են ԱԱԾ, ընդեղից ստանում են ցույցություն գալիս են, հա։ Հասկացա, ուրիշ ինչ տեսարժան վայրեր ունեք, բացի Քարափի վրայի տեսարանը, ուրիշ ուր կարելի է գալ։ Ну հիմնականում այդ եկեղեցին է Գևորգ Մարսպետյանի Շուշանիկը Գևորգ Մարսպետյանը գերեզմանացային կողմն է հիմա էլս վերջում մի հատ Բաքու TV-ով մեծ նախկին համայնքի բնագիչ որ ստեղ ծնվեց տեղա մեծացել ցույց է տալիս ադրբեջանցիներ տեսնում ենք ունեցել ենք 80 հասկանալի հիմա գիտեիք որ ունեմ մենք ունեցել ենք մինչև 80 թիվը 30 տուն ադրբեջանցիներ հիմա այս Ստեյից ծնված այդ տղեն 65 թվից ծնված տղա ինտերվյու է տալիս Բաքու TV-ին։ Որոնք բարեհաջող թողել գնացել են առանց հալածանքի, առանց ծեծուճի։ Ունես բաները ինքը, ունես բաները խոսում, ունես բաները խոսում, որ խնամքով ենք ճանապարհ դրել։ Մի տեղա լավ բան ասում, որ մենք ֆուտբոլ ենք խաղաց իրար հետ, նույն դպրոցում, իրանք ուտայմա դպրոցում են սովորել ենք, բայց այն որ ասում է մեզ փորձում էին կուլտուրայի տանը ժողով էին անում, որ մեզ սպանեին Դա այդպես չի եղել, դա համասնում եմ, որ ամբողջ հայացքը երևի նայած կլինի այս բաները, որ հիմա ու ես գրել եմ ինտրվյու բան եմ տվել, կոմենտար եմ գրել, իրանք իրենց խոտերը, դեզերը, խոտի դեզերը, իրանք իրենք վառում էին, որ ցեն մեր վրա, չէ, որ յանում մենք հայերն ենք։ Այդ 88 թվից էս կողմը։ Հա, որ այն Սումգայիթից հետո, Սումգայիթ, Բաքվի, Կիրովաբադի ջարդերից հետո իրանք արդեն գիտեին, մենք չգիտեինք։ Իրանք գնում են դե գալիս են տեղի գացած, բայց մեր այս սովորական ժողովուրդս Տեղեկուց այդքան տեղեկացված չէին, գիտես սրանք լրիվ։ Ուրեմն խոդի դեզերը դիդավորել վառում էին գիշերը, պանիկա էին անում։ Հետո էլ ասում են ստեղ այնտեղ որ մերոնք են վառել։ Մենք էլ այդ օրը որոշեցինք հավաքվեցինք կուլտուրայի տուն, որ հերթապահություն սահմանենք, տեսնենք ով է վառում։ Մենք մեր ձևով դրանք դրանից վախենալով կարող է ինչ-որ պարաշ մեկը տարածես, թե հավաքվել են ժողովրդան ու այսպես ու փախան։ Գնացին, հետո էլ վերադարձան, իրանց տներն եկան, ծախեցին մեր ժողովուրդները ու գնացին։ Դե նկարը համացույց է տալիս, որ յանում իրանք գնացեն միտեղ փախա մեր արցախցիների նման է իբր սենց են կար, բայց նման բան չի եղել։ Չէ, դե պարզ է, Հայաստանում այդ խոսակցությունները չի եղել։ Իսկ դուք ինչ պատահական նայեցիք, հա, YouTube-ով տեսաք։ YouTube-ով ինձ Ես եմ տղակը, ես էլ նայեցի, դրան ճանաչում ենք, դե մեր, հա, իրար հետ դպրոց եք գնաց։ Դե մեր դպրոցում են իրանք ավարտել, բացել այդ ժամանակ յուղի գարաժի վարիչն եմ եղել։ Իմ մոտ իրանցներ բոլոր իմ մոտ են աշխատել։ Այս տղայի հայրը Յուսուֆ, որ ասում է Յագուպը Ֆեշերն է եղել մեր գյուղի, հերը մեր բաղ ունենք լավ Ծիրանի այգի կոլխոյի ժամանակ դրա պահագն էր կարելի ասել տեր դրանք դե խնդրեմ չունեցել մեր գյուղերում իրանք տրակտորներ տեխնիկա որովհետև հենց մի բաներում ուղիղ ռայկոմի քարտուղարի մոտ բողոքի դրա համար կոլխոյ նախագահներին կանչում են ասում են սրանց տեղավորեք որ չլինեն ազգային բան չմտցնեն սովետական երկիր է նորաստեղծ Բաղրամյանն էր հա Դիլանյանից հետո լավ հա Դիլանյանները սկզբից հետո Հենիկ Վարամիջը եղավ։ Հետներ աշխատել եմ, գիտեմ, բոլորը դեր ծանոթություն ունեցել։ Այդ ժողովը որ ասում է այդ նպատակը նաև հետապանդ այդ ժամանակ ռուսական զինվորներ չկար, մենք էինք պայում։ Մենք հելանք միացալ դատի հետ երկու գյուղից
Ամեն բացել ես գնացինագում սամանենք մեր անվտանգության համար տենց բայց իրանք ուրիշ պարաշներ գյուղը լավ գյուղ է Բաքվի ռոպագանդան նորություն չէ իրենք հատուկ այդ ամբողջ խոսակցությունները տանում են մեր ժողովուրդը այն ժամանակ էլ դուրս չի գնացել խոպաններ հիմա էլ չի գնում պատկերացրու հա ես բնակչության շարժը նայեցի ճիշտ է սեզոնային կարող է մի քանի հոգի ջայլ տղաներ բան հավաքեն գնան Ռուսաստան աշխատեն հետ կան բայց հիմնական ժողովուրդը չի գնում այն ժամանակ էլ չի գնացել հիմա էլ չի գնում շատ 59 թիվ 570 քանի հոգի 70 թիվ 691 79 թիվ 596 89 թիվ 633 2001 652 2004 646 2011 622 ինչպես ասի հաղորդման սկզբում Ղարաբաղյան պատերազմի մասնակից ենք ունեցել 17 երևի 20 տեղեկները 20 հոգի զոհ չենք ունեցել Ղարաբաղյան կռվիների ժամանակ բայց մասնակցել հիմա էլ մեր համայնքի տղաները այդ 25-օրյա երևի թե միակ գյուղերից մեկն է որ պարտաճանաչ գնում են նորմալ գնում են նորմալ 25-օրյա հավաքների գնում են հավաքների բացել է կռիվը մինչև ես էլ եմ անձամբ գնացել մինչև հասել եմ Աղդամով տղաների մոտ եմ գնացել մինչև Մարտակերտ Մադաղից զոհեր չենք ունեցել կռիվ 17 22 հոգի զինվորներ հաշված մեր 22 հոգի բազոյա մասնակից ենք ունեցել հայրենագետ հասկացա գյուղը աշխարհագրորեն Այն ճամփի վրա գտնվող գյուղ չէ, ինչպեսի գյուղը Քարակերտ ասենք, թե հա, անցած հարցը մեծ է։ Ձերը եկել հասել է սահմանի բերանը Երևանդաշատի պես առանձին աչք քաշած գյուղերից է, այսպես ասած, էլի, հա։ Ինչ եք զգում, դրանից գյուղը շահում է թե տուժում է։ Տուժում է։ Այսինքն լավ կլներ, որ ակտիվ ինտենսիվ անցումային գյուղերի միջով Երբ որ հասվենք այսպես ամեն մի գյուղացի այսօր ասենք հաշվենք Քարակերտը ահա կալոնկա ունի գազի կալոնկա ունի մեկը դրան տևի մի հատ խանութ ունեն մեկը մի հատ հացի տեղ ունեն մեկը մի հատ ալուրի այստեղ առևտուրի հիմնականը անում են եթե խանութ էլ ես տնում հիմնական ստեղի ժողովուրդը հետո ստեղել որ նույն գնի բերես վաճառես այդ նույն ապրանքը ոնց որ Քարակերտում չի բռնում իրար կները այսինքն ստեղ ահագին 10-20% Թանկ պետք է տնես, որ դու 40 քանի կիլոմետր Քարակերտից հասել մատակարարն է չեմ։ Իհարկե որ գյուղը որ օրինակ հոկտեմբեր գյուղը հաշվենք, լավ։ Մեր նման գյուղը մի քիչ մեզից մեծ։ Հələ այդ փողոցով գնացի դատես ինչ առևտուրա կատարում այդ խամբը։ Ինչ մենակ հոկտեմբեր գյուղացին առևտուր անդեղ չէ մենք։ Հիմնականում մեր ժողովուրդը են Շենավանցին, Գետաշենցին, այդ անցորդները։ Բա իհարկե եթե մի գյուղը գտնվեց դիրքում, իհարկե լավ։ Արցախցիների հետ կապված Կան գյուղում արցախցիներ, եկան, տեսան, նայեցին, չնայեցին, պատմեք էլի հիմա։ Դե ներկապային չունենք արցախցիներ, եղել են զանգեր, զանգել են, ասենք։ Եկե մնացել են, Գևորեսյանը չմնացին։ Անմիջապես տակ-տակ եկան մի։ Հա, կոնկրետեսպային չունենք։ Հիմա չունենք։ Կոնկրետեսպային չունենք, եղել են զանգեր, զանգել են, ասել ենք, առաջարկել ենք, տներ կա, կոմունալ պայմաններին չեն համաձայնվել, տարբեր պատճառներով։ Ուրիշ ինչը տուրերը չեկավ։ Հիմա երևի սահմանամերձա իմ կարծիքով, որտեվ մի քանի հոգու հետ խոսացել եմ, տենց հեռասո զանգով, ասել են լավ, եթե սահմանամերձա չէ, էլի բան sense։ Երևի արդիկ չեմ կարող։ Ոչ մի արցախցի հիմա չկա գյուղ։ Ոչ մի արցախցի չկա։ Երևանդաշատում։ Երևանդաշատում է չկա։ Հարմար չեն գտել այստեղ տեղավորվել, բայց տեղ ունեիք, որ հա, տներ կան, մարդկանց խնդրել ենք, ասել ենք, որ արցախցիներ մարդիկ գլխապած ընդունել են, ասել են դատարկ տունա չեն ապրել, ասել են ոչ չէ, միանշանակ կտանք, հենց ընենց։ Մենք էլ ասել ենք ինչով կարանք, ձեզ կօգնենք, դե ջրի քաշելու խնդիրը վերջ է, էլի այդ կենցաղային հարցերը կլուծեն ձեր համար, ու այդպես չեն համաձայնվել հիմա։ Հասկացա, իսկ գյուղում 500 մանկապարտեզ, 300 դպրոցի շինարարություն, նորոգում, հիմնանորոգում, այդ ծրագրերից օգտվելու։ Ինչքան ես տեղեկացված եմ, 26 թվականից հետո, չէ, 26 թվականի մասն է խոսքը, 26 թվականից հետո մենք էլ պետք է այդպիսի ինչ-որ մի ծրագիր ունենանք, որտեվ մեր դպրոցները արդեն այդպես շատ լավ վիճակի չեն, երևի թե մենք եք օգտվենք։ Ունենք մանկապարտեզ, հա, դպրոց մանկապարտեզ իրար հետ, թե տեղ։ Երևի թե չեմ, ես դες մանրամասներին տեղյակ չեմ,
Բայց դե հուսով ենք լավ կլինի։ Գյուղից ավականու անդամ կա։ Հա, քանի հոգի են, մի հոգի։ Հա, ակտիվ է, пассив է։ Հա, ակտիվ է։ Հա, ինչ դերակատարություն ունի, էլի կասեք երկու խոսքով։ Դուք ավականու նիստերին մասնակցում եք որպես վարչական ղեկավար։ Մասնակցում։ Դե գյուղի եթերով են ցույց տալիս։ Գյուղի խնդիրների մասին մեղավոր մենք ենք գյուղի ժամանակին սկսել է ամբողջ։ Դե մեր գյուղի տղա նորմալ տղա է։ Գյուղի բաները հարցերը Գյուղի խնդիրները ավարտանի գործը որն է, գյուղի խնդիրները պետք է ներկայացնի բարձր։ Գոհեք մի խոսքով ավականու անդամի։ Այս դպրոցի շինարարության մասին, որ հարց տվեցիք մանկապարտեզ, նա անցած տարի 24 թվին ծրագիր մտավ երկու գյուղի համար, Խաշմերուկի վրա, մեր երկու գյուղի Խաշմերուկին դպրոց էին, համալիր կիլոմետրեսկոմ, մի կիլոմետրեսկոմ մյուս գյուղն է։ Արդեն սկսել էին, պետք է սկսեին, այդ հողամասը, Խաշմերուկի հողամասը սեփական է։ Այդ մարդը չհամաձայնվեց, այսինքն պետությունը գնելու էր Իրանից, եթե համաձայներ։ Հա, մարդը չեմ վաճառում, կամ էլ նես գնացեց, որ պետությանը դեշտվեց, այսինքն այդպես բանը չկար, որ առնեին, հետո իմացանք, որ մարդպետացել դες մենք չկա դες բան, վերջը։ Դրանից հետո իրանք փորձեցին այդ դպրոցը կառուցել համալիրը Երևանդաշադում, Երևանաշահ դպրոցի մոտ։ Եվ արդեն անունը կա նախագիծ։ Երկու գյուղերի համար է նկատի ունի։ Երկու գյուղերի համար ու նախագծով է գրված էր Երևանդաշադի կրթահամալիր։ Ահա։ Այսինքն նախորդ արդեն կար անունը։ Չէին բերի հաստատ բաղարանում սարքեին, չէ՞։ Հա, բայց սարքելու դեպքում եսի նկատի ունեմ, որ երևի լուծարվելու էին։ Երկու դեպք։ Իրանք ասում էին չի լուծարվում։ Այսինքն մնալու էր բաղարանը։ Դե մենք էլ հասկացող մարդիկ ենք չի կարա մնա, եթե համալիր եք սարքում ու այդքան փոքր քիչ աշակերտ է, մեր աշակերտները ընդ որում ասեմ Երևանդաշադից ահագին մի 20% ավել է։ Ասենք այստեղ եթե ունենք մենք 100 աշակերտ, այնտեղ 50-60 աշակերտ է։ Ու բայց այնտեղ սկսեցին հիմքը փորեցին, մեր ժողովուրդը լավ բունտեր արեց, եկահակի խնդիրներ, մարզպետն եկավ, սենց հետո կաճեցին մեր ժողովուրդը։ Մի քիչ հետ գնանք էլի։ Փակեցին այդ ծրագիրը։ Տեղը որոշել, տեղադրել բաման, այդ ընթացքում համայնքի ժողովրդի հետ չեն խոսում, չեն հարցնում։ Այդ որոշումն եղել է 2022 թվականին, ոնց որ մեր նախկին մարզպետը Խուդացյան Դավիթը այդ ժամանակ չի եղել մարզպետ եւ չգիտեր։ Համայնքապետ էր։ Հա, հիմա բնակչությունը բողոքեց, ասեցին, մենք չենք ասում, որ Երևանդաշատում թող չկառուցվի, թող կառուցվի Երևանդաշատում, մի հատ է թող կառուցվի Բաղարան, որպեսզի արդեն այդ տանել բերելը արդեն բնակչության համար խնդիր է, որովհետեւ մանկապարտեզ տանում ենք արդեն մեծ դժվարություն է մեր համար։ Ու այդքան բան։ Պարոն Կալոյան, հարցս գիտեք ինչին է, բոլորի դեմ դիմում էլի։ Սովորաբար պետական իշխանությունը կեշ խասյատ ունի առանց համայնքի բնակիչների կարծիքը լսելու որոշել թե որտեղ է սարքելու, ինչպես է սարքելու, որոշում է, հետո նախագիծ է տառնում, գալիս են սկսելու են փորեն, նոր աղմուկը ելնում է, բնակիչներն ասում են այ մարդ, մի հատ կգայիք կհարցնեիք, էլի, մի հատ կգայիք կխոսեիք, այս գեշ խասյաթը, որ տենցնես այսքան խնդիր չէր ելնում։ Հա, այս բնավորությունը մնացել է ցավոք, դրա համար ես միշտ հարցնում եմ, էլի, հարցնում են ձեր կարծիքը, գալիս խոսում են։ Ես պատասխանեմ, ուրեմն հիմա կոնկրետ մեր գյուղում ինչ խնդիրներ որ եղել է, որ ուզեցել ենք լուծենք, միանշանակ բնակչության խնդրանքով է եղել այդ ամեն ինչը։ Չենք ունեցել ջուր, ասել ենք ջուր ենք ուզում, ամենաառաջինը ջուրը քաշել ենք սուբվենցիոն ծրագրով։ Չենք ունեցել հանդիսությունների սրա, բնակչության խնդրանքով կառուցել ենք հանդիսությունների սրա, լույսային համակարգը արդեն հնացած էր գիշերային լուսավորության համակարգը, հիմա արդեն փոխել ենք նոր LED համակարգերով, մասամբ փոխել ենք, շատ լավ լույս է տալիս, այս վերջի սերնդի այդ LED համակարգերով է։ Չենք ունեցել ասֆալտ գյուղում, գյուղի կեսից ներքև չկար, 640 մետր 24 թվականին ասֆալտ ենք արել։ Նու այդպես արվել է։ Չունեն գազն էլ էլի մեր բնակչության խնդրանքն է, որ հիմա էլ գազ ենք ուզում ունենք, քիչ է, որ ծայրամասային գյուղա դու գազը կենսական նշանակություն ունի բոլորիս համար։ Այն կողմում բնակավայրեր կան, նայում եք անցուդարձը, տեսնում եք Թուրքիա։ Թուրքիան շատ արագ է զարգանում։
Տարեցները պատմում էին, որ սովետի ժամանակ մեր կողմը լավից վատից լուսավորված էր, այն կողմը ճրագներ չկար, հա։ 90-ականների սկզբին հասկանալի է, մեր մոտ էներգետիկ ճգնաժամ, այն կողմը նայում էր, ոնց որ թռչողափսեները գազիչած լինեին, էլի, հա։ Հիմա ձեր լուսավորությունը ոնց որ թե լավ է արդեն, ճիշտ հասկացա ես, հա։ Այնտեղ ակտիվություն նկատում եք դուք, հա, աճում է, ասում եք։ Հա, բավոց։ Դա այնտեղ արդեն իրանց նախկինում իրանց չունեին տանիքներ չունեին, երթիկներ էին, հին երթիկներ էին, նու իրանց ապրելակերպը դե շփվել ենք, ապրելակերպը նայում էր, զգում էր, որ այն չեն, կողմ քաղաքը ստեղից ուղիղ գծով որ նայես, 2-3 կիլոմետր, հա, 2-3 կիլոմետր կլինի։ Աղի անձավներ ունեն, քարանձավ տուրիստներ են տանում։ Մարդիկ որ մեր գյուղացիներ տեղեր են կան, որ գնացել են, կողպել են, մասնակցել, հետո նայում ես, էլ է տուրերով, նորմալ քաղաք է։ Ժողովուրդն էլ տնած մեկ է, իրանք մուսուլմաններ, իրանք ապրելակերպը մենք լավ գիտենք։ Քրդեր են, թուրքեր են, քրդեր կան։ Մի հատ խնդիրը ասեմ, որն է, որ մենք բարձր ենք գտնում իրանք ներքևում են։ Իրանք ստե ունեն իրանք մզկիթը, ուրեմն առավոտվա մինչև արևածագ, կեսօրին եւ արևմուտքից հետո միշտ իրենց այդ միկրոֆոնը միացած մոլայի ցանն ենք լսում, ունենցա լսում կոնկրետացած կողոտ նստած է։ Հա, դեկո։ Մենք որ միացնենք, այնտեղ sense դեն ձեն չի գնալու, մերը գնալու է մեզանից վերև։ Ինչ կամ էլ որ փորձենք իրանց ինադու դենց ասեմ էլ լեզվով անենք։ Իրանք ինադու են անում, չէ՞ վայ թե։ Դե իրանք ինադու չեն անում, համայնքից որ ֆենք յուղում է ժամ 1:20 օրը 5 անգամ նամազ կյանեն, հա, ինչ ձևած ան յուղում 16 ցանը հասկանալի։ Մենք արդեն սովոր ենք, բայց դե ժամը 6-ին մեկ էլ մեզ Ձենն է գավ, այնտեղ արդեն գիտենք 6-ն է։ Լավ, գյուղի հասարակ մարդիկ եք, այս խաղաղության պայմանագիր բան, ինչ եք մտածում, Ալիևը հավեսունի թե ձև է անում խաղաղության պայմանագրի հետ կապված։ Ձեր ընկալումներն ինչ են, էլի գյուղում ժողովուրդը ինչ է մտածում։ Դե միանշանակ մենք Թուրքին երբեք չեն կարող վստահենք, որովհետև մենք պատմություն ունենք, որը երբեք չեն կարող մոռանալ ոչ մեկս։ Համենայն դեպս, նու սահմանի բացմամասն է խոսքը, թե առասարակ էլի Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագիր պլյուս սահմանի բացվել հարևաններին էլ փոխել հնարավոր չէ ոնց որ թե ճիշտ է, հա, այդ համատեքստում ասեք հələ ձեր ընկալումներն ինչ է, ինչ եք պատկերացնում։ Դե սահմանի բացումը իմ կարծիքով ունի իր դրական եւ բացասական կողմերը, դրական կողմը նաեւ որ առևտրաշրջանությունը իմ կարծիքով կմեծանա, որ պետությունը որ առևտրաշրջանություն մեծ եղավ, այդ պետությունը պիտի զարգանա։ Բայց բացասականն է նա, որ մեր ցավոք սրտի մեր հարևանը Թուրքն է, Թուրքիի հետ չեմ կարծում, որ մենք կարանք բարեկամություն ունենք կամ չգիտեմ, առևտուր։ Չէ, բարեկամության մասին չէ, թեկուզ առևտուր, հա։ Դե բայց գնում, գալիս, բերում անում են այդ Սենց թե անում են, հա, բայց դե ինչ։ Հա, դուք ինչ եք մտածում։ Ես էլ եմ շատ վատ կարծիքի, բայց մի հատ մենակ են որ ցանկացած հայ, ցանկացած մարդ ուզում է որ խաղաղություն լինի, դրան է հավատում։ Բայց իշքամով հավատաս Ես որ նայում ես Գարեգին Նժդեի խոսքերը, որ այնտեղ գալիս են որ պետքա գնան Թուրքի դեմ կռվեն, մի տղա դուրս է գալիս զենքով, ասում է՝ «Խի, Թուրքիա աղբեր չի կարա լինի»։ Երբեք այդ չեմ մոռանում, միշտ գցում են։ Չի կարա։ Գարեգին Նժդեն ասում է՝ «Խի, Թուրքիի հետ աղբերություն ոնց կարաս անես»։ Դեն ժողովուրդը հասնում են որ խփեն են Լևոն Խորենյանը բան։ Այդ կինոյի մասն է խոսքը, հրացանը վերցնում է ձեռքից Նժդեն, ասում է՝ «Դե դու գնաք ու գործով զենքդ հանձնի»։ Հետո այստեղ են բան ալում, էլի փոշմանում է իր ասածից, ասում է խնդրում եմ իմ հրացանը, դեսա հրացանը ասում, հրացանս տուր ինձ, Նժդեն հրացանը տալիս է հետ, ասենք ինչ է ուզում ասի, որ ինչ կամ էլ որ առևտուր անես, այս թուրքը մնում է թուրք։ Ժողովուրդ ջան, տարածված թյուրիմացություն է։ Նաև կա մի հատ քաղաքականացնեմ, նաև կա մի հատ հարց, որ երբեք թուրքը չէր կարա հային հաղթեր, եթե չլնեին մեր բարեկամները։ Չլնեին մեր նախկին բարեկամները։ Մենք ես էլ եմ ռուսների հետ աշխատել, երկար ժամանակ շփվել, կերել, խմել Ռուսաստաներում 5 տարի աշխատել, ապրել եմ Վարոնեժում։ Այդ հասարակ մարդը մեղավոր չի։ Հասարակ ադրբեջանցին մեղավոր չի։ Նրա մայրն է չի ուզում, որ իր զավակը գնա կռի ու զովի։ Ես եթե մայրը անկախ եմ, բայց ինչ
ազգի մայրը, վերջը մայրը ինքն էլ է երեխացնել, ինքն էլ է բարի։ Հա, չէ, ես ուղղակի վերևներն են մեղավոր։ Ես բարեկամության մասին խոսք չբացեցի, անիմաստ այդ մասին խոսել, հա, խոսքը հարևանության մասին է։ Հարևանությունը դուժելու է, մեր հասարակ ժողովուրդը դուժելու է։ Այսինքն այնտեղից պամիդորը թուրքական սեստ են ինձ, խոսք եմ ասում։ Գալու է մեր շուկայա, մեր այս հասարակ բաժանը պամիդոր ջել չի մշակի։ Չի մշակի, որովհետև Թուրքիայից հիմա է, ամբողջ աշխարհում եք Թուրքիայի Բայց դա հարգուտուրքով մաքսավճարով կարգավորվող խնդիր է, էլի։ Դա կարգավորվի իհարկե լավ է, բայց արևտուրը, այս աշխարհի հիմքը ի՞նչն է, արևտուրը։ Կամուրջ չունենք։ Չէ, այստեղ չունենք, բայց հարավալայում կա, այստեղ ճանապարհ կյանքում չեն բացի, որովհետև այստեղ ոչ երկաթգիծ կա, ոչ մոտի քաղաք, մի հատ կողմն է, ճանապարհ մարգարան պատրաստ արդեն։ Գեղերի ներողություն, գետերի խառնարանն է, որտեղ բարդ է սարքել։ Վանն է, մարգարան պատրաստ արդեն տամոժնայով բանով, ես իմ տեղեկությունում նայելով գիտեմ։ Դե անցավ օգնության ժամանակ երկրաշարժից հետո։ Այստեղ մնում է, այս Ղարաբաղում կամուջ կա, նայել հիմա է։ Այդ բաները, որ դեսպաններ գնան գալիս հիմա է, ոնց որ ճանապարհը վերանորոգված է ճանապարհներ։ Թե չստեղից ովակ։ Լեննագայից է ճանապարհը գալի։ Հա, այնտեղ երկաթուղի է։ Երկաթուղին ճանապարհ չկա, ինչի՞ մալ բացեն։ Որտեղ չեն բացի։ Բան մնաց Պակասգյուղի խնդիրներից, նվաճումներից, ես ինչ հաջողություն ունեք, որը կարելի է։ Նախկինում չունենք հերոստալիկներ։ Նախկինում ես որ իմ աշխատած ժամանակ մինչև այդ հերոստալիկների հարցը լուծում էինք, բերում էինք, սարքում էինք, դնում էինք, մի 5 օր նույնիսկ փչանում էր։ Հիմա հերոստալիկը 3 թվականին են։ Հիմա հերոստալիկները ասում բա չնայած ինտերնետը ունենք, գյուղում էլ ինտերնետ կա, բոլոր 3 ցանցերն էլ կան գյուղում։ Հա, վիվասեր, լայն, հա։ Հա, ամեն, հա, հիմա ասում կար կաբի միջոցը գերազանց է, մի հատ խնդիր կա, որ միշտ բողոքում են, այստեղ չի աշխատում տրանսպորտ, ասենք հասարակական տրանսպորտ չի արտարացնում, այսօր մասնավոր մարդիկ են, ես ու դու ենք, Ճանապարհը վատ է նախ։ Պետք է լինի դոտացիոն ինչ-որ բան։ Ապրես, եթե դոտացիոն պետք է փորձի ինչ-որ մեկի, ասենք տրանսպորտային միջոցը, դե մրցույթով է լինում այդ ամենը, մենք գիտենք, դե ես օրենքից հասկանեմ, գիտեմ։ Եթե դոտացիա տա, ուրիշ բան, տեխնիկան կգնա այդ գազելը կամ Ֆորդը կամ ես որ մեկին ինքնածախսած ծախսումով տաքսին ավելի ծերունվես։ Ուզում են գնալ, մեքենա աշխատի, գոնե աշխատի։ Կամ թեկուզ մեքենա ունի, եղջիկը գնում է շաբաթօրը կամ կիրակօրը գնում է։ Իր մեքենայով չի տանի։ Գնացի գազելը այդ խնդիրը միշտ այսքանի տա դե հասկանում եմ, չի չկա, որովհետև վարչական ղեկավարը խնդիրը մի տանի բնդի միաշնակ այդ փողի ֆինանսի խնդիրն է։ Չէ, հասկանալ շատ երկրներում այս տեսակ դեպքերում նախատեսելի չէ, էլի, հա, ինչ որ ենթադրենք ուղևորը կարող է վճարել 100 դրամ, հա, ինքնարժեքը 170 դրամ է, 70-ը վճարի համայնքը, համայնքն էլ եթե չունի, այս դեպքում սուբվենցիայի խոսակցություն է բացվելու կամ դոտացիայի ավելացման խոսակցություն կարող է բացվել, էլի, բայց սա պիտի պնդել, պիտի ասել, որ ներկայացել ճիշտ ասած, բայց դե հուսով ենք էլի տենց ընթացքի մեջ է, էլի։ Նույն տեխնիկան կարող sense կնա գյուղերով։ Հասկանալի։ Չեմ ասում կարտարացնի, եթե մի քիչ դոտացիան կարտարացնի։ Մի քիչ տանդած կլինի, կարող է Երևանաշատ Բագարան, գնա Վանան, մտնի խոսքի այդ գյուղերով, այդ ֆինանսը գահավակվի ինչ-որ մի բան։ Բաղրամյան, Միաստիկյան, հա։ Ցավոք չունենք։ Հասկացա, գյուղը ինչ-որ տոն, փառատոններ, բաներ ունենում է, թե չէ։ Դրանք լավ միջոցներ են, որպեսզի ինչ-որ մարդիկ կան, զբոսաշրջիկներ Երևան, մտածել եք այդ մասին, էլի, կարող է ինչ-որ մի տոն, փառատոն մոգոնեք գյուղում, որը կարող է գյուղի ինչ-ինչ ավանդույթների հետ իմ խորհուրդս այն է, որ դե կոնկրետ մեր դպրոցական երեխաները միշտ կա դպրոցում միշտ բարի խումբ են ունեցել։ Տարվա մեջ երևի թե մի 20-30 անգամ տենց կազմակերպում են, տենց սիրուն, ամեն ինչը տեղին, կոնկրետ դպրոցում են, ինչ անում են դպրոցում է այդ ամեն ինչը։ Հասկացա, Երևանդաշատի հետ ֆուտբոլի մրցում, վոլեյբոլի բան ունեք, նման մրցակցություն ունեք։ Երևանդաշատերը խաղաց չգիտեն, մերով միշտ կրում են իրանց։ Նեղանալու են, որ այնտեղ չեն գնացել եկել եք ձեզ մոտ։ Չէ, բանը գյուղի հետ դպրոցների միջև մրցակցությունը նկատի չունեմ։ Գյուղի ջահելությունը Երևանդաշատի։ Կոնկրետ այս պայն հավատացեք այնքան զբաղված են։ Լրիվ աշխատում են։ Առաջներում ելել է միշտ առաջ եղել է, բարբերաբար հիմա լրիվ աշխատում են, հիմա որ լինեք գյուղում, տես ջահելությունը լրիվ 90% աշխատանքի մեջ է։ Այսինքն մեկը գնում է դուրսն է աշխատում, մեկը իր սեփական հողի մեջ է աշխատում, որտեղ արդեն սեզոնը սկսվել է,
նու տարվա ընթացքում էլ լրիվ զբաղված են իմ կարծիքով այդ ժամանակը երևի թե չեն ունեմ սա կուզեն որ մասնակցեն ժամանակ կար ազատ հիմա չկա քանի որ նախկին գյուղապետն էլ էստեղ վարչական ղեկավարն էլ էստեղ հողի հարգի գույքահարգի տեղական турքերի վճարումների ծավալը մակարդակը ինչպիսին էր առաջ հիմա ինչպիսին է դե համայնքներ կան որտեղ հազիվ կեսն են հիմա այն ժամանակ շատ վատ էր քիչ էին վճարում չէին վճարում ժամանակ չէին վճարում ինչն էր պատճառը հասկացել եք Երկրի իրավիճակը բոլոր տեղերում է դենց էր։ Այնակ չէ որ մեր համայնքում էր։ Ինչի՞ պետք է մենք տանք, հա։ Ապրես, հիմա չէ։ Հիմա ես իմ կարծիքն եմ ասեմ, որովհետև տեղակ է մանավանդ այդ խոշոր հողատերերը որ կան, իրանք չեն կարող հողյարգը չվճարեն։ Հետո մի քիչ փոխվել է իրավիճակը, մարտի գաղափարն էլ է փոխվել։ Առաջ ջրի վարձներ չէին տալիս մարտիկ։ Ավելի բարեխիղ մարտը լինելով արդեն հասկանալով զգացել է որ ինքը պետքա վճարի որ ջուրը վերցնի ու վճարի։ Քանի անգամ այդ ջոյերը փոխեցին, չէ՞ ստացվում։ Ես տեղեկը տեղակ են։ Մի հատ ջո սարքեցին, մի հատ համայնքում սարքեցին, չստացվեց։ Հիմա այս խնդիրը ոնց որ ուզել է։ Արդեն, այսինքն չեն գալու գյուղապետի մոտ ասեն, գիտես, Սարգսյան Սամվելին ջուր չի տալիս։ Գլոբալ հարցերով գալիս են դիմում են, բայց այն որ դու ջրել ես, ռիպարտավոր ես, չես պրոբլեմ կա որ չես ուզում դու էլ իրան դատի դուր։ Մատը իրավաբանորեն հասկացել է։ Հասկացա, ջուրը էլի ջոերով է, չէ՞։ Հա, հիմա հա, դե նորմալ է։ Որոքան ջուրի նկատի ունեմ։ Հա, պարոն Քալոյան, հիմա ինչպես քան տոկոս թիվ կարող եք ասել մոտավորապես։ Մի 80% վճարում են հիմա։ Չվճարողները Չվճարողներն վճարում են։ Այսինքն խնդրեմ չունեք։ Հավատացեք, չվճարողներն էլ հիմա որ ասեմ, գյուղում որ տենում են գործ լինում, իրանց համար, իրանց վերջը առօրյան փոխվել է արդեն։ Ասֆալտա սարքում ու ջուր ունեն արդեն ծորագից խմում են 24 ժամ ջուր տեսնեն որ գործանում են արդեն հիմա մարդիկ պարտավորված բերում ուծում են դաժե հավատացեք մենք չենք էլ ասում իրանց շատ դեպքեր ձեր խմելու ջուրը Վեոլիայի հետ կապ չունի չէ մեր համայնքն է սպասարկում եւ վճարում են համայնքի շատ լավ հասկացա բանը տեղական турքերը ձեր գրասենյակի միջոցով են վճարում համայնքային Չէ, մենք ֆինանսական միջոցների հետ մենք առնչություն չունենք, որովհետև հիմա արդեն տեղեկանք տալ, որ տեղական турքը վճարել է, այսինչ Հա, տեղական турքը մենք տեղեկանք տալիս ենք, որ վճարել։ Զորական տեղեկանքը մենք ենք տալիս, կա պարտքի մասին փոխանցում է բանկային ճանապարհով։ Հա, փոխանցումը մենք ենք տալի տեղեկանքը, իրենք տանում բանկի միջոցով փոխանցում են, արդեն գնում է տեղական турքերի մասով նորմալ է ամեն ինչ վճարում են մարդիկ, турք վճարողների մասով, սննդի օբյեկտի վաճառք է, ալկոհոլի վաճառք է եւ այլն։ Վճարում են պարտաճանաչ։ Հա։ Եղավ, թույլ տվեք ձեզ, եթե լրացնելու բան կա, ասեք, հա։ Շատ շնորհակալություն։ Մենք էլ ասենք, որ շնորհակալ ենք ձեզանից, որ այցելել եք այս Գյումրի, չէ՞։ Գյումրից եք հասել եք թե տեղն է ոնց է գտե բագարան։ Ես վաղուց գիտեմ տեղերը։ Լավ որ գիտեք։ Շնորհակալ եմ, մենք էլ ենք շնորհակալ, որ մեր ձայնը ինչ որտեղ կհասնի։ Հա, մենք հասնի վերևներին։ Մենք հակված ենք հեռավոր գյուղերը ուշադրությունից կամ լրատվամիջոցների ուշադրությունից դուրս մնացած գյուղերին, բնակավայրերին ուշադրություն դարձնել, մարդկանց պատմել գյուղի մարդկանց միջոցով, թե ինչ կա չկա, ինչ խնդիրներ կան, Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, հատկապես սահմանամերձ տարածքներում լինում ենք, որպեսզի այս հաղորդաշարի միջոցով մարդիկ տեսնեն։ Շնորհակալություն ձեզ, ժողովուրդ ջան, Պագարանից մեր հաղորդումն էր, ձեզ ներկայացրեցինք, իմ հյուրերն էին ուրեմն Իշխան Կալոյանը, վարչական ղեկավարը, համայնքը խոշորացվել է, 14 բնակավայր են հիմա Պաղրամյան համայնքում, Պաղրամյանը իր նախկին Խորհրդային Միության ժամանակվա շրջանային տիրույթով համայնք է դարձել, էլի, հա։ Գուրգեն Փիլոյանը, վարչակազմի առաջին կարգի մասնագետ եւ Թորնիկ Ղազարյանն էր իմ հյուրը, գյուղի 18 տարվա նախկին համայնքապետը, 18 տարի, չէ, հա, մեծ փորձ փաստորեն կուտակված, հա, տեղը հրաշալի է, ժամանակ ունեք, հնարավորություն ունեք, մի քիչ հեռու են գած, բայց Հայաստանի չափերը փոքր են, ինչպես գիտեք, կարող եք գալ տեսնել եւ հիանալի տեսարան է։ Այստեղ են խառնարանն է, որտեղ խառնվում է Ախուրյանը Արաքսին, հա։ Ահա այսպես, շնորհակալություն, լայքեք հաղորդումը, տարածեք ուրեմն ալիքը, բաժանորդագրվեք, որպեսզի հնարավորինս շատ մարդու հասանելի դառնա։ Ստեսություն։